Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերը նոր հարված են հասցրել Իսրայելում գտնվող թիրախներին, ինչպես հաղորդում է Տասնիմը, գործողության ընթացքում գործածվել է նոր Սաջիլ տեսակի հրթիռ, որը ենթադրաբար ունի բարձր ճշգրտություն եւ մեծ հեռահարություն։ Իրանական Խոնդաբ քաղաքում ծանր ջրի ռեակտորի մոտ գտնվող տարածքը հարված է ստացել Իսրայելի կողմից ճառագայթման արտահոսքի սպառնալիք չկա, հաղորդում է իրանական ԻՍՆ լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով միջուկային օբյեկտի անձնակազմը տարանվել է։ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է շուրջ 20 հրթիռ։ Հրթիռներից մեկը հարվածել է Բեերշևի հիվանդանոցին։ Սոցցանցերում տարածվել են հրթիռների ժամանման կադրերը։ Նախնական տվյալներով կա 10 տուժած։ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է ուղարկել Ամերիկայի ռազմածովային ուժերին պատկանող գերժամանակակից Ջերալդ Ֆորդ ավիակիրը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակի եվրոպական հրամանատարության համար նախատեսված ավիակիրը Իսրայելի եւ Իրանի միջև սկսված պատերազմի պատճառով տեղափոխվել է Միջերկրական ծովի արևելք։ Հիշեցնենք, այն թվով երրորդն է ավելի վաղ Ամերիկան Միջերկրական ծովում նավարկող Կարլ Վինստոն ավիակրից բացի տարածաշրջան էր ուղարկել նաեւ Նիմից ավիակիրը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Իսրայելի հետ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական միջոցներով, բայց կշարունակի Իսրայելին հարվածներ հասցնել ինքնապաշտպանության նպատակներից ելնելով։ Իրանի կառավարությունը հայտարարել է համացանցի ժամանակավոր սահմանափակման մասին, հաշվի առնելով երկրի անվտանգության վիճակը։ Կապի նախարարությունը նշել է, որ որոշումը պայմանավորված է ագրեսորի կողմից կապի ցանցերի ռազմական օգտագործմամբ եւ բնակչության անվտանգությանը սպառնացող վտանգով։ Հանրային եւ ներքին հարթակների հասանելիությունը կշարունակվի։ Հայ-իրանական սահմանին Մեղրի անցակետում օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը շարունակվում է, միաժամանակ կտրուկ աճել են երթուղային տաքսիների գները։ Ավելի վաղ Թեհրանում Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը իրանա-իսրայելական լարվածության ֆոնին իր քաղաքացիներին հորդորել էր լքել Իրանը, նշելով, որ Հայաստանը դիտարկվում է որպես 4 ցամաքային երթուղիներից մեկը։ Բաղրամյան պողոտայի մի հատված շարունակում է փակ մնալ, անհետ կորածների հարազատներն են փողոցը փակ պահում, պահանջելով պաշտոնում վերականգնել ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանին։ Անհետ կորածների հարազատները պնդել են, որ իրենց հետ հանդիպի ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանը։ Իրենց պահանջը նրանց փոխանցել է հանդիպման եկած ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանին։ Հիշեցնենք, վարչապետ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակությունը որևէ բան չի կարող փոխել։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշել է գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանք։ Նրա փաստաբանները դատական նիստից հետո հայտարարեցին, որ որոշումն ապօրինի է եւ չեն պատկերացնում, թե ինչ հիմնավորումներով է կայացվել այդ որոշումը։ Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի կալանքի վերաբերյալ որոշումը։ Փաստաբանների խոսքով, չնայած այն բանին, որ 4 ժամ տևած դատական նիստի ընթացքում ներկայացվել են հիմնավորված հակափաստարկներ, կայացվել է որոշում, որ իրենք որակում են որպես ապօրինի եւ անհասկանալի։ Նրանք վստահություն են հայտնել, որ ապագայում ակնկալում են արդարացի որոշում ընդգծելով, որ ներկա պայմաններում կալանքի կիրառումը ոչ միայն իրավական հիմնավորում չունի, այլև լրջորեն կասկածի տակ է դնում արդարադատության ընթացակարգերի պատշաճությունն ու անկախությունը։ Սամվել Կարապետյանը ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում հայց է ներկայացրել Ֆրանսիայի դեմ։ Հայցը ըստ կոմերսանտի առնչվում է Կոտ դ'Ազուրում գտնվող 120 միլիոն եվրո արժողությամբ Իրինա Մարիա Վիլային, որի սեփականության իրավունքը Ֆրանսիայի դատարանը սառեցրել էր, կասկածելով, որ իրական շահառուն Գազպրոմի դուստր ընկերությունն է։ Տաշիր ընկերությունը հայտարարում է, որ շարունակում է գործել ռեժիմով առանց որևէ փոփոխության։ Ընկերության Telegram ալիքի հաղորդմամբ հիմնադրամի բիզնեսին եւ գործունեությանը ռիսկեր չեն սպառնում, իսկ բոլոր գործող ու արդեն իրականացված լիարժեքորեն շարունակվում են։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել պիցցա-տաշիրի 30 հանրային սննդի կետերում։ Երևանի Հանրապետության 37 հասցեում գտնվող մասնաճյուղում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ, որի պատճառով արտադրական գործունեությունը կասեցվել է։ Ներդրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին նախատեսված 40,000 դրամի աջակցությունը կսկսվի հունիսի 23-ից։ Կառավարությունը 3 միլիարդ դրամ կտրամադրի պետական բյուջեից 2025-ի առաջին կիսամյակի անհրաժեշտ վճարումները լրացնելու համար։ Ապրիլի 30-ի որոշմամբ 18-ից 62 տարեկան եւ խոցելի չհամարվող անձանց եւս 2 ամսով ներառել են աջակցման ծրագրում, ու նրանք ապրիլին ստացել են 40,000 դրամ եւ կստանան նաեւ մայիսին։
ՊԿ տեղեկացնում է, որ կարգավորվել է հայկական բեռնատարների կուտակումների խնդիրը վրացական մաքսային կետերում։ Խնդիրը վերաբերել է հատկապես շշալցված կոնյակով բեռնված բեռնատարներին, որոնք ժամանակավորապես չէին կարողանում հատել հայ-վրացական սահմանը։ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորումից հետո հունիսի 18-ից սկսվել է այդ բեռնատարների դուրսբերումը Հայաստանի մաքսային պահեստներից։ Հունիսի 19-ի դրությամբ արդեն 33 բեռնատար դուրս է բերվել եւ հատել է սահմանը։ Հունիսի 24-ին առավոտյան ժամը 9-ին մեկնարկում է պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը։ Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15,000 է, սակայն նախորդ տարիների փորձը վկայում է, որ համակարգի գործարկման առաջին վայրկյաններին միաժամանակյա հարցումների թիվը գերազանցում է 45,000-ը, ինչը նշանակում է, որ միևնույն երեխային տարբեր սարքերից փորձում են հայտագրել։ Դրա արդյունքում համակարգը ունենում է մեծ ծանրաբեռնվածություն եւ դժվարանում է երեխային նախընտրած հաստատությունում հայտագրելու գործընթացը։ ԿԳՄՍ-ից հորդորում են մեկ երեխային հայտագրելու համար գործածել մեկ սարք։ Երևանի ավականու հանրապետություն խմբակցությունից տեղեկացնում են, որ խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավականու մանդատը։ Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Թուրքիայի նախագահ Էրդողանի Փեսայի Սելչուկ Բայրակթարի Բայքար ընկերությունը Փարիզում գործակցության պայմանագիր է ստորագրել իտալական Լեոնարդոյի հետ, որը հայտնի է Իսրայելին զենք մատակարարելով։ Թուրքիայում հանրային դժգոհություն է առաջացրել, քանի որ համագործակցությունն ընթանում է Իսրայելի դատապարտման ֆոնին։ Չինաստանի Ցզինհուա քաղաքից մեկնած առաջին բեռնատար գնացքը անցել է Ցզինհուա Թուրքմենբաշի Բաքու միջազգային տրանսպորտային երթուղով։ 100 կոնտեյներներով բեռնված գնացքը անցնում է կենտրոնական Ասիայի խոշոր քաղաքներով, ապա ծովով Բաքու։ Երկաթուղու ծով երկաթուղի բազմամոդել սխեման կկրճատի բեռնափոխադրման ժամանակը մոտ 1 օրով, ամրապնդելով Չինաստանի եւ տարածաշրջանի երկրների առևտրական կապերը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ, սակայն կասկածում է նրա իրավական լեգիտիմությանը։ Նա ընդգծել է, որ գլխավոր հարցը ոչ թե հանդիպումն է, այլ այն, թե ով կստորագրի բանակցային փաստաթղթերը։ Պուտինը նաև հիշեցրել է, որ ռազմական դրության պայմաններում նախագահի մանդատը չի երկարաձգվում եւ նախագահի իրավունքների վերաբերյալ որևէ հատուկ կարգավորում չկա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնային պահուստային համակարգը թողել է տոկոսադրույքները անփոփոխ, զգուշացնելով առաջիկա գնաճի վտանգի մասին։ Ֆեդ նախագահ Ջերոմ Փաուելն ընդգծել է, որ գնաճը կարող է աճել Թրամփի վարչակազմի առաջարկած մաքսատուրքերի պատճառով։ Կանխատեսվում է նաև տնտեսական աճի դանդաղում մինչև 1,4% 2025-ին, գործազրկության աճ մինչև 4,5% եւ գնաճ մինչև 3%։ Եվրախորհրդարանը եւ Եվրամիության խորհուրդը համաձայնեցրել են վիզայի ռեժիմի կասեցման նոր կանոններ, որոնց արդյունքում Իսրայելը կարող է առաջիններից մեկը դառնալ, ում քաղաքացիների համար կվերացվի առանց վիզայի մուտքի հնարավորությունը։ Նոր կանոնները ներառում են մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի խախտումները, որպես վիզային ազատություն։ SpaceX Starship հրթիռը պայթել է փորձնական թռիչքի ժամանակ։ CNBC տվյալներով հրթիռի առաջին աստիճանի պայթյունից հետո երկրորդ աստիճանից վառելիքի արտահոսք է սկսվել։